Ողջույն, ես Ռոբն եմ, դուք գտնում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում եւ մենք այսօր միասին բացելու ենք Panini Adrenaline XL եւ Panini Sticker նոր ալբոմը 2025 թվականի հոբելյանական ալբոմը եւ տեսնելու ենք թե ինչ նորություններ կա ալբոմում։ Դրա համար առաջարկում եմ ձեզ բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոին, միացնել զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք եւ իհարկե գրել մեկնաբանություններում արդյոք արդեն հավաքում եք Panini Adrenaline կամ Panini Sticker ալբոմը 2025 թվականին եւ եթե հավաքում եք ուր եք հասել եւ ինչ մրցանակի համար եք պայքարելու, չէ՞ որ այս տարի էլ Panini Sticker ալբոմները լրացնողները մասնակցելու են հատուկ խաղարկությանը, որտեղ կարող են հաղթել նվերներ։ Նվերներին իհարկե մենք կհասնենք, այստեղ իմ անցած տարվա ալբոմն է, որը ես լրացրեցի եւ այստեղ մրցանակը, որը ես հաղթեցի արդյունքում, հեծանիվը, որը մեր գարաժում կանգնած է։ Ես առանձնապես հեծանիվ քշող չեմ, ինչ ճիշտ, բայց ընթացքը շատ լավն էր, միասին ամբողջ ընթացքը անցանք, հավաքեցինք ալբոմը, այս տարվա ալբոմը էլ ավելի հետաքրքիր ալբոմ է, ես ձեզ ասեմ, ահա այն, ահա այս ալբոմը, շատ հետաքրքիր, նոր թիմերով, նոր այսպես սեկցիաներով, որոնք չկային նախորդ ալբոմներում եւ ամենակարևոր բաներից մեկը նվերները, որոնք այս տարի եւս լինելու են Panini Sticker ալբոմը հավաքողների համար, ահա նվերները, այստեղ էլ ցույց տամ նվերները, որ տեսնեք, եւ իհարկե կարող եք գտնել Panini Armenia-ի էջերում, Facebook-ում եւ Instagram-ում, ով չի հետևում Panini Armenia-ի էջերին, անպայման հետևեք, լինքերը կթողնեմ նկարագրության հատվածում, որպեսզի դուք եւս կարողանաք հետևել Panini Armenia-ի էջերին եւ տեղեկացված լինեք բոլոր վերջին նորություններին։ Եվ այս տարվա գլխավոր մրցանակներից մեկը MacBook Air 15-ն է, iPhone Pro Max 16-ը, PlayStation 5, մի խոսքով շատ հետաքրքիր մրցանակներ կան, անպայման Panini Armenia-ի էջում նայեք եւ կգտնեք բոլոր մանրամասները։ Դե ինչ, անցնենք ադրենալինը բացելուն։ Ահա մեր ադրենալինը, փակ ադրենալինը, տեսնենք ինչ հետաքրքիր բան կլինի ադրենալինի մեջ, այդտեղ կարևորը բացելուց միամիտ, ասենք, ալբոմից չկտրեմ, կամ ասենք սենց լինի, որ չբացվի, չէ, դրա մոտ էլա սենց դժվար բացվում, լավ, մի քիչ է սենց խորքից կտրենք, որ բացվի, ահա, այո, արեցինք դա, իհարկե մենք ամբողջ ընթացքին հետևելու ենք Sticker ալբոմի հավաքման եւ ոչ միայն ուրիշ ֆուտբոլի Instagram-ում եւ TikTok-ում ես ռիլերը տեղադրելու եմ, միանգամից 3 այսպիսի փեգ մեջը ադրենալինի այս փեգը նկարագրությունը, թե ինչ կա, ինչ քարտերի տեսակներ կան, որը որտեղ է, ինչպես են խաղում on-line խաղը, որը ես անցած տարի եւս շատ ակտիվ խաղում էի, եւ իհարկե Special Club քարտեր, որից ինչքան կա, եւ top քարտերը, որը մեծ on-line խաղում եւս կօգնի։ Եվ այստեղ մենք ունենք 3 limited edition քարտ, որը այսպես փակված է ընկել, որն է առաջինը։ Mathis de Ligt, առաջին քարտը, որը կար այս limited edition-ից, Mathis de Ligt-ն էր։ Մյուսը Kevin De Bruyne, ով այս մրցաշրջանի ավարտին հեռանալու է Manchester City-ից։ Հետաքրքիր էլի քարտ եւ ով կլինի երրորդը Jan Oblak։ Այս 3 limited քարտերը մեզ բաժին հասան, դնենք այստեղ եւ բացենք, իհարկե այստեղ ամեն ինչ նույնն է, ոչ մի տարբերություն չկա, ճիշտ պետք է կպցնել էջերը, որ հետո հեշտ կարողանալ տեղադրել եւ այստեղ նշված են, թե որը որտեղ պետք է տեղադրվի եւ եկեք այս 3 փեքը բացենք, տեսնենք ինչ
ֆուտբոլիստներ դուրս կգան այս 3 փեքերից։ Տոմաս Արաուխո, Մարկինյոս Ֆերենցվարոշից, Պերսիտաու, սա արաբական ակումբ է, Ֆանս Ֆավորիտ Պավլո Դիաս, Սերժ Գնաբրի, Վատարու Էնդո, հետաքրքիր, 1, 2, 3, 4, 5, 6 քարտ, այս 6 քարտերը, հաջորդը բացենք, իդեպ այսպես, հետաքրքիր, խաղարկություն, ով մինչև ապրիլի 26-ը ժամը ցերեկը 12:00-ն գրի մեկնաբանությունում Ռեալ Մադրիդ Բարսելոնա Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման ճիշտ հաշիվը եւ առաջին գոլի հեղինակին, նրան կնվիրեմ 5 այսպիսի տուփ Պանինի ադրենալին XL-ի։ Գրեք մեկնաբանություններում եւ տեսնենք ով կհաղթի։ Quentin Merlin, Belosian, Էմամ Աշուր, այսպիսի քարտ, Տիտան քարտ Յան Օբլակ, Ֆանս Ֆավորիտ Բակայոկո եւ այստեղ Միշելե դե Գրիգորիո Յուվենտուսից եւ երրորդն էլ բացենք, մինչեւ դուք գրում եք մեկնաբանություններում թե ով կհաղթի եւ ով կդառնա առաջին գոլի հեղինակը այդ խաղի, իհարկե պետք է հիմնական խաղի հաշիվը գրեք, բոլոր մանրամասները խաղարկության կգրեմ նկարագրության հատվածում, որպեսզի ձեզ ավելի հեշտ լինի։ Անխել Կորեա, LDS, Կիմ Մինջե, Ջամալ Մուսիալա, ով վնասվածք է ստացել եւ մի որոշ ժամանակ բաց կթողնի, Քեփթեն Լուկ Դե Յոնգ, Գյուսուն Լի եւ Դեկլան Ռայս։ Ահա այսպիսի քարտեր դուրս եկան, դրանք անպայման կտեղավորեմ, իհարկե որպեսզի ձեր ժամանակից էլ չխլեմ, դա կանեմ հետո արդեն եւ ձեզ ցույց կտամ։ Ահա բոլոր քարտերը, որոնք դուրս եկան մեր 3 ադրենալին փեքերից, դնենք այստեղ, որպեսզի հետո տեղավորենք եւ անցնենք ամենահետաքրքրին։ Մեր Պանինի ադրենալին, նայեցեք, Պանինի ստիկեր փեքը, որի ստիկեր ալբոմը, որի 10 տարին է այս տարի, Պանինի 365-ի 10-ամյակն է եւ ինչ կա այստեղ հետաքրքիր։ Իսկ հետաքրքիր շատ բան կա, քանի որ ալբոմում նոր ենթաբաժիններ են ավելացել։ Այստեղ ինչպես միշտ կան ստիկերներ եւ առաջին էջում բացատրվում է ամբողջը։ Այստեղ տեսնում ենք թիմերը, որոնք նոր կազմվել են, 5 տեսակի թիմ կա, Urban Legends, Game Changers, ոչ, Game Changers-ը, չէ, Game Breakers, Street Ballers, City Artists եւ Titan G Defense, պետք է մեր թիմերը լրացնենք ստիկերներով, ինչպես որ կարծում ենք, որ պետք է լինի, այս հատվածը iconic ստիկերներ են, սա այն հատվածն է, որտեղ պետք է լրացնել My Golden Team-ը եւ սա պետք է լինի Urban Legends-ը, նոր թիմեր կան այստեղ, Al Ahlin կա Monaco-ն, որը ես առաջինը նկատեցի ամենա, եւ ինչն է հետաքրքիր, որ այս տարի այս հատվածում կա հատուկ մաս, որը պետք է լրացվի, 3 ստիկերից է բաղկացած, հենց ինտերի վրա էլ բացատրեմ, որ այս մասում պետք է լրացվի եւ իհարկե կան փոքրիկ ստիկերներ, ահա այս հատվածում, վերջում ամենա, սա ակումբային աշխարհի առաջնությունն է 23 թվականի եւ այստեղ կան փոքր ստիկերներ Man City, Fluminense-ի, Al Ahly-ի եւ իհարկե Արգենտինայի հավաքականին չենք մոռանում եւս աշխարհի չեմպիոններին, նրանց վերաբերվող եւս 2 էջ կա, որը պետք է լրացնել։ Իհարկե շատ հետաքրքիր է
այս նոր ալբոմի ձևաչափը ինձ ավելի շատ է դուր գալիս իդեպ քան նախորդը։ Դուք էլ նշեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, արդյոք ձեզ այս նոր տարբերակը ավելի շատ է դուր գալիս, թե անցած տարվանները ավելի շատ դուր գալիս։ Իսկ մենք մինչ այդ բացենք երկու ստիկեր փեք եւ եկեք բացենք երկու ստիկեր փեք եւ տեսնենք թե ինչ ստիկերներ դուրս կգան այստեղից։ Ահա։ Տեսեք Արգենտինայի հավաքականի մասին որ խոսում եմ, միանգամից Արգենտինայի հավաքականից Լեո Մեսսին եւ Անխել Դի Մարիան, Ջամալ Մուսիալան, Տան, Տոմորին եւ Կալաբրյան եւ իհարկե եւս մեկ digital pack։ Հաջորդը ովքեր են։ Ահա, ինչ որ հետաքրքիր ֆուտբոլիստ է ստեղ լինելու։ Harry Kane, Diogo Jota, Musiala, դենց երևի ճիշտ կարդացում, Diaz եւ Real Madrid-ի բեյջը դուրս եկավ 373-րդ ստիկերը, շատ պատահաբար։ Ես այսօր Նյու Յորք Կոսմոսի մարզաշապիկով եմ Ռաուլ Գոնսալեսի եւ սա որ ասում էի, ահա այդ հատվածում է փակցում, եկեք հենց առաջինը հենց ռեալի ստիկերն էլ փակցնենք։ Առաջինը ռեալի ստիկերը փակցնենք մեր ալբոմում 373 ստիկերը, ահա Բարսելոնային հասանք։ Դեպ այստեղ Ստադիո Օլիմպիկ Լուիս Կոմպանիսն է նշված որպես մարզադաշտ, շատ հետաքրքիր է։ Հա եկավ 73, ասում մի հատ առաջ, ոչ հետո։ Ահա, անցնենք նաև Defense-ը, Titanic, ինչ հասկացա։ Ու ռեալը։ Ահա, Real Madrid Club de Fútbol, Estadio Santiago Bernabéu 80,000 հանդիսական։ Ահա, ստիկերը բացենք, ինչ դժվար է բացում։ Եվ փակցնենք առաջին ստիկերը մեր ալբոմում։ Դեպ այս 3 հատանոց ստիկերը շատ ուշադիր պետք է փակցնեք, որ բոլոր կողմերից հավասարաչափ կարողանաք փակցնեք։ Ահա, ռեալի ստիկերը փակցրեցինք։ Կա, սկիզբը դրված է եւ տեսնենք թե ինչքան ժամանակում կհավաքենք ու կհանձնենք մեր ալբոմը, որպեսզի պայքարենք ահա այս մրցանակների համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք ունենք մրցույթ հատուկ Ռեալն էլ դուրս եկավ ստիկերը, հատուկ Ռեալ Մադրիդ Բարսելոնա խաղի համար անպայման մեկնաբանություններում կգրեք ձեր կարծիքը, որպեսզի տեսնենք ով է հաղթելու 5 տուփ Պանինի ադրենալինը, 5 փեկ Պանինի ադրենալինը ում է բաժին հասնելու։ Եվ իհարկե, դրեք լայք այս վիդեոին, սեղմեք զանգակը, բաժանորդագրվեք, որպեսզի մենք նույնից հանդիպենք եւ Պանինիները բացենք միասին եւ իհարկե կիսվեք ձեր կարծիքով, որ ալբոմն է ձեզ ավելի շատ դուր գալիս, նախորդ տարվանը թե այս տարվանը։ Ես կսպասեմ անպայման ձեր մեկնաբանություններին եւ անպայման կարձագանքեմ։ Ես Ռոբն եմ, դուք գտնում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Շարունակեք հետևել նաեւ մեզ սոցցանցերում եւ իհարկե կհանդիպենք։